Այ իրա հետ է մրցում էինք հենց։ Միամիտ հայտնվեց ստեղ։ Բակալյով ջան։ Ապեր յուղա վարում ջեզը թդ։ Հայկական դրիֆտը անշեղ զարգացում է ապրում։ Այդ մասին են վկայում ավտոմրցարշավները, որոնք դառնում են ավելի կազմակերպված, ավելի բարձրակարգ եւ ավելի հետաքրքիր։ Այնպես որ հանգիստ տեղավորվեք էկրանների առաջ եւ վայելեք հետագա րոպեները։ Հայկական դրիֆտի ասպարեզում ոչ շատ վաղուց հայտնի դարձավ նոր անուն՝ Սերգեյ Սաֆարյան։ Այս երիտասարդ ավտոմրցարշավորդի անունը արդեն ավելի ու ավելի հաճախ է հանդիպում առաջատարների անվան կողքին։ Հաճախ էլ նրան տեսնում ենք մրցարշավի հաղթողի կամ մրցանակակրի դերում։ Մինչ կներկայացնենք Սերգեյի անհատական կարիերայի դրվագները, շնորհակալություն հայտնենք ավտոդրայվի գործընկերներին։ Գլխավոր հովանավոր Ավտոսան ընկերություն, ավտոյուղերի եւ հավելանյութերի բարդալ ապրանքանիշով։ Պաշտոնական գործընկեր նոր տուն խանութների ցանց։ Հաղորդմանն աջակցում են Arznikat ընկերությունը, Keshua Armenian, Blitz Motors-ը, Profilo Porte դռների մասնագիտացված խանութ սրահը։ Շնորհակալություն նաև N Motors ավտոսրահին, որը հայ ավտոսիրողին է ներկայացնում չինական հեղինակավոր NIO եւ ONVO ապրանքանիշի էլեկտրական ավտոմեքենաները։ Առանձնակի շնորհակալություն Multigroup կոնցեռնին, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Ավտոդրայվ հաղորդաշարին եւ Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Առաջի ավտոն, որ տեսել եմ, որ դրիֆտ է արել, այդ M560-ն է եղել BMW-ի 2010 թվականին։ Ու ինքը եղել է մի հատ հրաշք ավտո իրականում, ու եթե M560-ը չլներ, կարող է այդքան չսիրեի դրիֆտը։ Իսկ Հայաստանում իրական կյանքում տեսել եմ 14-13 տարեկանում, երևի չէ, կարամ անունները թերթով ասեմ, ում եմ տեսել առաջին անգամ դրիֆտ անելուց Հայաստանում։ Առաջի անունը, որ մտքից գալիս է, Նարեկը Սողոմոնյան, Արիսը Աղաբաբյան, Էդգարը G30-ով, Հարութը Հախվերդյանով, որ մինչև այսօր քշում է մեր հետ, Էդգարը Վարդանյան մեր ընկեր, էլի հին քշողներից մարդ կա, դոկտորը Էդոն, որ ուզում է ոնց որ վերադառնա ասպարեզ, բայց ինքը չքշի, արդեն տղեն քշի, այդքան անցել է։ Ոչ մի բան չեմ իմացել, թե ոնց են դրիֆտ անում, ինչա պետք դրիֆտ անող ավտոյին։ Սա ես սովորել եմ ինքնուս ոնց որ YouTube-ով վիդեոներ նայելով, այս քշողին դրսի, այն քշողին ստեղի տղերքից ինչ-որ բաներ ճշտել հարցնելով։ Առաջի ավտոս եղել է BMW 30, առել եմ ես իրան 20 տարեկանում, բանակից հենց եկել եմ, միանգամից առել եմ այդ ավտոն։ Ու հենց այդ ավտոյի վրա էլ առաջի էքսպերիմենտները արել եմ։ Եղել է թույլ մատորով 2 լիտրանոց, ավտոն եմ խփել, մատորն եմ խփել, հետո swap եմ արել 2.5 լիտրանոց, արդեն 34-ի մատոր եմ դրել, մոստը սվարկա եմ արել ու ամեն օր քաղաքում քշել եմ։ Ամեն օր քաղաքում քշել եմ, գնացել եմ գործի, եկել եմ ու մտնում YouTube-ով վիդեո են նայում ոնց բռնաուտ անել ու գնում փորձում էի, ավտոն ջարդում էի, չգիտեմ, ինչ-որ դիսկ պլիտայի խնդիր էր առաջանում, բայց նորմալ է էլի, տենց պիտի սովորես։ Շատերն են ոգեշնչվում դիտելով տարբեր մրցարշավորդների անհատական ելույթները կամ մրցավազքերը, բայց ոչ բոլորին է հաջողվում հասնել առաջընթացի։ Սերգեյի դեպքում այդ առաջընթացը ակնհայտ է դարձել առաջին իսկ մրցարշավի ժամանակ։ 2013 թվականից հետաքրքրել է այդ ամեն ինչը, ավտոդրայվ հաղորդումն եմ տեսել։ Ընկերներս գնում էին միշտ ոչ թե մասնակցում էին, այլ նայելու նպատակով գնում էին բոլոր մրցումներին, ընկերներիս հետ սկսեցի գնալը, նայելը։ Ավտոսպորտի մեջից ամենահաճելի սպորտը ինձ, թե դիտարժանությամբ, թե անվտանգությամբ, այդ իմ համար դրիֆտն է։
առաջի անգամ որ մասնակցեցի, ես հույս չունեի, որ ինչ-որ մրցանակային տեղի հավակնորդ կարամ լինեմ, բայց կվալիֆիկացիոն զայեզդները քշելուց հետո եկան տղերքը ասին, որ ոնց որ առաջի երկրորդ տեղի համար մելոյի հետ պետք է քշես, ոնց լուրջ եք ասում, չեմ հավատում։ Ընդհանրապես չէի պատկերացնում էլի, որ կարա տենց դասավորվի, կարամ նենց հաջող ելույթ ունենամ, որ ինչ-որ մրցանակային տեղ չէ հələ, առաջի երկրորդ տեղի համար մելոյի հետ, որ միշտ եղել է պոդիումի վրա, բայց արդեն մելոյի հետ քշելուց տրամադրվել էի ու չգիտեմ խի վստահություն կար մեջս, որ չէ, վсё, ուրեմն լավ եմ քշել։ Երկուսս էլ 20-ից 20 բալով էին գնահատում այն ժամանակ, 20-ից 19 բալ էինք հավաքել։ Ես երևի ավելի լավ ելույթ ունեցա այդ վերջին մեկնարկի ժամանակ ու զբաղեցրեցի առաջին հորիզոնականը։ Ու շատ մեծ էր էմոցիաները, ոգևորությունը։ Եթե տենց չդասավորվեր առաջին իսկ մրցումը, հնարավոր է ես այս ամեն ինչին հասած չլինեի, չգիտեմ, եթե տեղ չզբաղացնեի, այդքան ոգևորություն չլիներ ու նույն տեմպով չշարունակեի ես մասնակցել միջոցառումներին։ Get your sexy on. Սերգեյի որպես մրցարշավորդ կայացման գործում մեծ ավանդ ունի ավտոսան ընկերությունը, իդեմ հիմնադիր նախագահ Դավիթ Պողոսյանի։ Դրանից հետո ամենահետաքրքիր պատմությունն է սկսվում, որտեղ որ ուզում եմ իմ խորին մեծ շնորհակալությունը հայտնեմ ավտոսան ընկերությանը, ով որ ինձ հովանավորեց, որ ես ունենամ իմ երկրորդ ավտոմեքենան դրիֆտի BMW E30, որը ներկեցինք տեղին գույնի, փակցրեցինք Բարդալի լոգոտիպերը ու ելի շարունակեցինք մեր հաջող ելույթները։ Մոտավորապես 2-ից 3 տարի այդ մեքենան ա եղել իմ մոտ։ Հենց առաջին տարում մենք զբաղեցրեցինք տարով երկրորդ հորիզոնական, այսինքն եղանք փոխ-չեմպիոնը 22 թվականի, եթե չեմ սխալվում։ Համար 31 Սերգեյ Սաֆարյան։ Ինչպես միշտ, Բարդալի լոգոտիպերն անպակաս են նրա բոլիդից։ Look at those hips. You make me smile. Go ahead, child. $369 համարով հանդես է գալիս Արթուր Քեյանը, նրա մրցակիցն է Սերգեյ Սաֆարյանը, համար 31։ «23-24 թվականներին որոշեցինք, որ մի քիչ հզորանանք, բայց ամեն հզորանալ իր հետևից բերում է լիքը խնդիրներ, խնդիրներ, այսինքն մեքենան հզորացավ, բայց այդ հզորացման հետ մեկտեղ պետք էր, որ մի քիչ մենք ավելի հմուտ լինեինք մեքենա պատրաստելու մեջ, թերություններ ունեինք ու ինչ-որ մրցանակային տեղեր չզբաղացրեցինք այդ տարիներին, քանի որ այդքան տանջվել չարչարվել էինք, այս մեքենան արդեն շատ հաջող է պատրաստված։ Տեղադրեցինք Mercedes-ի 5 լիտրանոց M113 շարժիչը, որը որ շատ պինդ է, ու բավականին հզոր 300 ձիաուժի կարգի ու ոչ միտեղ խնդիր չի առաջացնում, մենք ուղղակի քշում ենք իրան, կարելի ասել, յուղը լցնում ենք ու այսքան ժամանակ ոչ մի խնդիր չի եղել։ 1060 ենք լցնում իր մեջ, ում հետաքրքիր է Բարդալի այդ ռեյսինգ յուղա, որ դիմանում է շատ բարձր ջերմաստիճանների։ Օրինակ, եթե ստանդարտ յուղի աշխատանքային դիապազոնը, չգիտեմ, 90-ից 100 ջերմաստիճանն է, այստեղ մինչև 140 աստիճան յուղը կարա տաքանա ու ձեր շարժիչի հետ ոչ մի խնդիր չառաջանա այս յուղի պարագայում։ Իր մեջ թույլատրվում է թե 540, թե 1060 լցնել, բայց միանշանակ ճիշտ է Բարդալի 1060 օգտագործել, եթե դու սպորտային ավտոմեքենա ունես, գնացեք ավտոսան ու ձեռք բերեք որակյալ ապահով ձեր շարժիչի համար յուղ։ Սերգեյ Սաֆարյանի արշավային կյանքում եղել են նաև փոքրիկ դադարներ, որոնք Սերգեյի համար նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն են եղել։ 2024 թվականին չմասնակցեցի ինչ-ինչ պատճառներով, շատ քիչ միջոցառումների մասնակցեցի, այդ սլալոմի, ինչ-որ շոուներին մասնակցեցի, իսկ դրիֆտի միջոցառմանը որպես մրցավար եմ հանդես եկել 24 թվականին։
այդ համ լավ էր, համ վատ էր։ Լավ էր այն առումով, որ ուրիշ աչքով ես նայում դրիֆտին արդեն։ Վերևից նայում ես, տեսնում ես, թե որտեղ ոնց է պետք քշել լիքը, փորձ է տալիս քեզ ինքը իրականում։ Ինչին է պետք ավելի շատ ուշադրություն դարձնել, բայց այդ լրիվ նույն բանն է, ոնց որ սոված մարդու դիմաց հաց դնես ու չթողես հաց ուտի։ Դրա համար ում ավտոն հասցնում քշում էի 2025 թվականին ընդհանրապես չէինք սպասում, որ միջոցառում կլինի, որովհետև տարածքի խնդիր կար։ SMG ակումբի տղաները շատ մեծ ջանքեր ներդնելով տարածքի հարց լուծեցին, ճիշտ է մի քիչ ավելի փոքր, քան մինչև այդ եղել է, բայց ավելի լավ է դա, քան ոչինչ, էլի, ասենց ասեմ։ Ու իմ փորձը այդտեղ շատ շատացավ։ Այս տարվանից շատ գոհ եմ, միջոցառումներից շատ գոհ եմ, կազմակերպվածությունը ու ամեն ինչը շատ ավելի լավ ա եղել, քան նախորդ բոլոր տարիներին։ Ավտոսպորտը բավական թանկարժեք սպորտ է, եւ դրա զարգացումը անհնար է առանց աջակիցների։ Գլխավոր հովանավորը իմ եղել է ավտոսան ընկերությունը, Բաղդալ ապրանքանիշով։ Իդեպ բոլորիդ խորհուրդ եմ տալիս այդ ավտոյուղերից օգտվել, որովհետև ես փորձել եմ իմ բոլոր ավտոմեքենաների մեջ տանջել եմ շատ ու իրանք իրանց իդեալական ցույց են տվել։ Հատուկ հյուրերի շարքում այստեղ է նաև Սերգեյ Սաֆարյանը։ Եթե դիտում եք մեր հաղորդումները, կարծում եմ նրան արդեն լավ եք ճանաչում։ Նա այստեղ է ցուցադրելու իր վերջին ձեռքբերումները, որոնց արդյունքում մի հրաշալի դրիֆտային բոլիդ է ստացվել։ Կապանում երբեք նմանատիպ միջոցառում չէր եղել, այսինքն իրանք չէին տեսել իրական դրիֆտ կորչ, որը որ ինչ որ շոու է անում կամ դրիֆտ է անում։ Մենք գնացինք Կապան, էլի ավտոսանի հովանավորությամբ, օգնությամբ, որովհետև ստեղից մեքենան Կապան տեղափոխելը իրանից մեծ ջանքեր էր պահանջում։ Մենակ տեղափոխության վրա մոտավորապես $500-600 գումար էր պետք, որ տանեինք, հետ բերեինք մեքենան։ Տանելուց օգնեց Սմիթը Հակոբյան մեր ընկեր, Կապանից, ով օֆրոդով է զբաղվում, շտուրմանա, շատ լավ Սմիթ ջան, ողջույն։ Հետ բերելուց ու ընդեղի բոլոր մնացած ծախսերը հոգաց ավտոսան ընկերությունը։ Բոլորը շատ զարմացած էին ասել է, այդ ոչինչ չասել է, որովհետև շոուից հետո մոտավորապես 1-ից 1.5 ժամ ես չէի կարող մեքենայի մեջից դուրս գայի։ Երեխեքը մեծերը կապ չունի, բոլորը գալիս էին, ուզում էին նկարվեին, ուզում էին ինչ-որ մի հատ հուշ մնար այդ պահից։ Սարերի վրա տեղ չկար կանգնելու, սարի դոշի ներքևի հատվածում փոքր անկյուն էր քշելու, որտեղ որ կարայինք քշենք, մարդիկ բոլորը դուրս էին եկել ուղղակի նայելու այդ ամեն ինչը ու շատ լավ ընդունեցին։ Շնորհակալ եմ բոլոր կապանցիներին այդ ջերմ ընդունելության համար։ Մենք միանշանակ կվերադառնանք ձեր մոտ ու ես ինչքանով որ տեղյակ եմ, Կապանի հետ կապված պլաններ կան դրիֆտի մասով։ Qui t'y proche te dit deuil car les problèmes ne viennent pas seuls. Qui t'y brise de l'image, qui tiens-moi, qui t'y fatigue le veille. Encore sourd de la veille, alors on sort pour oublier tous les problèmes. Alors on danse. Alors on danse. Alors on danse. Վերջին ժամանակները ավտոդրայվի ուշադրությունից որոշ չափով դուրս են մնացել դրիֆտ մրցարշավերը։ 2025 թվականին ավտոդրայվը չի նկարել ոչ մի հաղորդում, դաժե իմ մասին ու TV-ով չեմ երևացել, կամ երևացել եմ այն հին հաղորդումները, որտեղ որ ես չկամ։ Մենակ տեսել են TV-ով ինձ սլալոմի հաղորդումների ժամանակ, այդ տարակ ձևավորվարման ժամանակ, իրանք միշտ են ասել էլի, որ թեկուզ հարևաններն էլ միշտ ասում են Սերգո ջան, քեզ տելևիզորով տեսել ենք։ Այսօր պատրաստում ենք հաղորդման պրոդյուսեր Մխիթար Հովակիմյանի կողքը պատտվենք դրիֆտով, ինքը չգիտեր դրա մասին։ Չէ՞, չես ուզում։
Այսօր թերևս այսքանը։ Շնորհակալություն մեր հաղորդաշարի գործընկերներին։ Գլխավոր հովանավոր Ավտոսան ընկերություն, Բարդալ ապրանքանիշով։ Պաշտոնական գործընկեր Նորտուն խանութների ցանց։ Հաղորդման երկարամյա աջակիցներն են Արզնիկատ ընկերությունը, Քեշուա Արմենիան, N-Motors-ը Nio եւ Onvo ապրանքանիշի էլեկտրոմոբիլներով, Profilo Porte դռների մասնագիտացված խանութ սրահը, Blitz Motors-ը։ Առանձնակի շնորհակալություն Multigroup կոնցեռնին, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Ավտոդրայվ հաղորդաշարին եւ Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Կհանդիպենք։